Գնացած հետեկացած հա այս կարգի, հա, չգիտեմ ինչքան վադալա մեր հայկական ավանդույթի նամաունջ, բայց փաստորեն գնացած հետեկացած, բայց այն երեխա ժամանակ հիշում ենք, չոր գնացած հետեկացած հացը համով ալնում, չէ՞, բայց այս պարագայում չէ, էլի։ Խոսքն իշխան ձկան մասին է, որը մայիսի 13-ին այդպես էլ Ռուսաստանի Դաշնություն չհասավ։ Բեռնատարները հետ ուղարկեցին առանց հիմնավոր ու լուրջ պատճառների, շարունակում է Արամ Մանուկյանը։ Տոննաներով ձուկը դարձյալ պահեստավորել են ու սպասում են, իրենք էլ չգիտեին, երբ հայկական ձուկը նորից ճանապարհ կընկնի։ Երրորդ ամիսնա նայում ենք մենք իրանց, իրանք մեզ։ Ռուսական սահմանափակումների ուղիղ կրողն են դարձել ձկնաբույծները։ Տարիներ շարունակ իրենց ապրանքի 50%-ից ավելին արտահանել են ԱՊՀ երկրներ, մեծամասամբ Ռուսաստան։ Այս տարվա մայիսից արդեն չեն կարող տնտեսական սահմանափակումները ոչ միայն չեն շրջանցել Արարատի մարզի ձկնարտադրողներին ու ձկնաբույծներին, այլև առկա խնդիրն օր-օրի ավելի է սրվում։ Արմեն Կարապետյանը Max-Fish ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրենն է, ասում է 25 տարի է այս ոլորտում է, փոքր քայլերով մեծ տնտեսություն է հիմնել ու մի քանի ամիս է ծանր խնդրի առաջ է կանգնել։ Գնացել է ասել լարսի անցակետում ասեն խնդիրներ ունենք, բայց մեր թղթերը լրիվ նորմալ, անալիզները լրիվ նորմալ, դիմել ենք մեր սննդի անվտանգությունը, այնտեղ ենք փորձել հարցեր լուծել, ոչ մի ձև չի կարողացել այդ հարցը լուծում գտնել։ Մենք կերակրում ենք օրական մոտ 24 տոննա կեր, սովորական մեր կերակրումը։ Հիմա մենք համարյա 20%-ով ենք կերակրում, ունենք 5 օրվա հնարավորություն, 5 օր հետո կերակրումը բերելու ենք 0-ի, ֆինանսների հետ կապված։ Իսկ եթե 0-ի մենք ամեն ասոր ունենք ծախսեր, հոսանքի, ջրի, աշխատավարձը ու մնացած հարցերում մոտ մի 25 միլիոն դրամի կարգի։ Եթե կերը հանում ենք, ահագին պակասում է, բայց ամեն օր այդ ծախսը ունենք։ Հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, ապա նաև տեղակալների։ Կառույցից ասել են գնացեք մինչև օգոստոսի 1-ը հնարավորություն կստեղծվի ձուկ կարտահանվի Եվրոպա։ Միայն մարզի ձկնաբույծները 2 օրում են այդքան ձուկ արտադրում ու եթե անգամ հրաշքով եվրոպացիների սեղանին հայկական ձուկ հայտնվի, ապա դա նրանց ամբողջ տարվա աշխատանքի միայն 2 օրն է։ Ինչ են անելու մյուս ժամանակահատվածում, հարցնում է Կարապետյանը։ Մեր ձկնաբույծները միասին այդ 140 տոննան արտադրում են 2 օրում, այսինքն 48 ժամում։ Բա մնացած 363 օրը որտեղ արտահանենք, որտեղ վաճառենք, եթե բոլորս մտանք այս շուկա, հա, ինչ-որ լավ բաներ կկատարվի 1000 դրամից կիշնի ներքև, այսինքն ինքնարժեքի կես գնով կվաճառենք, բայց դա կլինի ժամանակավոր 1-2 ամիս կվաճառենք եւ այդ ձուկը արդեն կսկսենք դրսից ներկրել եւ կլինի միանգամից թրիչք 5-6 դրամ։ Բայց հայկական ձուկը մեծ ցանկության դեպքում էլ եվրոպական շուկա չի հասնի։ Լոգիստիկ խնդիրներ կան ու հետո ստանդարտները բոլորովին այլ են։ Այլ կերպ ասած, ձուկն էլ հոց իրան չի, որ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հետը սելֆի անի, ապա ջեմ պատրաստի։ Միլիոնավոր դրամներ են կորցնում ամեն օր ձկնաբույծները վարկերի տակ են, ոչ թե կարճաժամկետ լուծումների կողմնակից են, որոնք անգամ կառավարության կողմից չկան, այլ հարցին հիմնավոր լուծում են ակնկալում, այն էլ հրատապ, հակառակ դեպքում գործազուրկների թիվը Հայաստանում ավելի կմեծանա։ Տարածաշրջանը գիտեք ինչ վիճակում է, ճանապարհները գիտեք ինչ վիճակում է, մենք ներքև չենք կարող գնալ Թուրքիա, Պարսկաստան, պարզ մի պատճառով, որ անտեղ Եվրոպայում նույնպես ձկան կերը 1-1.10 եվրո արժի։ Նախ ամեն բեռ իր սպეციფიკան ունի, կոնկրետ ձկների հետ կապված, եթե ուզում եք իմանաք, շուտ փչացող ապրանքներ են իրենք համարվում եւ ցամաքային ճանապարհով մենք ուղղակի հայկական մեքենաների համար չկա ճանապարհ այդպիսի։ Իսկ Լաստանավով էլ շատ երկար է լինելու ժամանակը եւ այդ ընթացքում ապրանքը կփչանա իրենց։ Դա այսինքն իրականում հնարավոր չի այդ տարբերակը։ Կառավարության եւ կոնկրետ Պապոյան Գևորգի մոտեցումները ձկնաբույծներին ձուկը ջրում բազար են անում ասացվածքն է հիշեցնում։ Տեղական շուկայում ամբողջ ապրանքը սպառել հնարավոր չէ, անգամ եթե հպարտ բոլոր քաղաքացիները ամեն օր ձուկ գնեն, թարգեն անգամ փիպերտ ուտելը միևնույն է, ձկները ի զարմանս կառավարության արագ բազմանալու հատկություն ունեն։ Մի դեպքում հարցը որոշ չափով կլուծվի։ Եթե ամեն օր զատիկ լինի կարող է մի բան անենք։
Սա իհարկե կատակ, բայց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած, շարունակում է Ձկնաբույսների միության նախագահը հավելելով, երբ Ռուսաստանի Դաշնության կողմից տնտեսական սահմանափակումներ կիրառվեցին, կառավարությունը մի շարք ապրանքատեսակների արտադրության վերաբերյալ աջակցության ծրագրեր մշակեց, բայց ձուկն ու ձկնամթերքը այդ ցանկում չեն եղել։ Հունիսին նոր որոշման մեջ փոփոխություն է արվել։ Միության նախագահը հերքում է նաև այն տեղեկությունները, թե այս ընթացքում Եվրոպա ձուկ է արտահանվել։ Մենք նույնիսկ հնարավորություն չունենք, ասենք թարմ վիճակում, հենց քանի որ ձուկ ինքը արագ փչացող ապրանք է, մենք չենք կարող իր այդ 14-16 օրվա պիտանիության ժամկետում այդ ապրանքը հասցնել Եվրոպա, լոգիստիկ առումով նույնիսկ։ Որտեվ խնդիր կա, լոգիստիկ առումով էլ խնդիր կա, որ եմը հասցնելու թանկը բացի ժամանակային առումով։ Ասենք այսօր որ մենք ռուսական շուկա արտահանում ենք, ցանկացած արտահանող էլ կարող է փաստել դա, որ ռուսական պատվիրատուները, գործընկերները ընդունում են միայն այդ ապրանքը, որի մնացորդային ժամկետը 70% եւ ավել։ Այսինքն 16 օրից առնվազն 12-13 օր պիտի պիտանիության ժամկետ ունեն այդ ապրանքը, որ ընդունեն։ Եվ դա նաեւ Եվրոպայում է։ Այսինքն 3-4 օրում ցամաքային տրանսպորտով Եվրոպա հասնել իմ կարծիքով անհնար։ Ձկնաբույսները սեմ ժամկետ են տալիս Հայաստանի իշխանությանը արագ քայլեր ձեռնարկել ստեղծված ծանր իրավիճակին կոնկրետ ու հասցեական լուծումներ տալու համար։ Հակառակ դեպքում բողոքի ակցիաներ կանեն, կփակեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ, վարկերը փակել չեն կարող, բանկերը նորերը չեն տրամադրում, հարյուրավոր քաղաքացիներ հարկադիր պարապորտի են մատնվել, իսկ պատասխանատուները դատարկ խոստումներ են տալիս, որոնց ոչ միայն չեն հավատում, այլև զգուշացնում են մի քանի օր սպասելուց հետո կանցնեն ավելի արմատական գործողությունների։